Բարև սիրելի հայրենակիցներ, Ազատ ձայն լրատվականը սկսում է հայագիտական ձայնը Արարատի հաղորդաշարը։ Այսօրվա թեման է Արարատապետությունը։ Արարատան հայոց հնագույն առաջին պետությունն է, որի մասին մեզ հիմնականում տեղեկություններ են հասել շումերական արձանագրություններից։ Արարատայի մասին նրա կառուցվածքը, ինչպիսի պետություն էր, հարևանների հետ ինչ հարաբերությունների մեջ էր, այդ թեմայի շուրջ կխոսենք հայագետ Համլետ Մարտիրոսյանի հետ միասին։ Բարև ձեզ, պարոն Մարտիրոսյան։ Ներկայացրի թեման, որ Արարատայի մասին ենք խոսելու, ինչպես նշեցի, Արարատան հայոց հնագույն պետությունն է եւ իր կառուցվածքը ինչպիսին էր այն եւ շումերական արձանագրություններում ինչպիսի տեղեկություններ են գրված հենց Արարատայի վերաբերյալ։ Խոսեք, ներկայացնեք այն։ Սիրելի Լիլիթ, քո նախնական խոսքում արդեն կարծես թե հիմնավորապես այն միտքը արտահայտեցի, որ Արարատան դա հնագույն հայկական պետականությունն է։ Պետության կառուցվածքի վերաբերյալ մեզ փաստեր կամ տվյալներ հայտնի չեն, որպեսզի մենք կարողանանք նկարագրել պետական կառույցը։ Միակ բանը, որը մեզ հայտնի է, դա շումերական գրավոր աղբյուրներից, որ Արարատային ղեկավարող անձը կրում էր շումերերեն են տիտրոսը։ Են շումերերենում նշանակում այդ գաղափարագիր սեպանշանը ունի տեր, տիրակալ, գերագույն քուրմ իմաստները։ Այդտեղից կարող ենք մի եզրակացության գալ, որ պետությունը ինքը ավելի շատ թեոկրատական էր, այսինքն ղեկավարությունը եւ աշխարհիկ եւ հոգեվոր իշխանությունը գտնվում էր մի մարդու ձեռքում։ Այդ անձը ղեկավարում էր երկիրը։ Իսկ թե ինչ ճանապարհով կամ ինչ ձևով էր կառավարման այդ մեխանիզմը տարածվում ամբողջ երկրի տարածքում եւ հասարակության մեջ, դրա մասին կարող ենք խոսել միայն հիմք ընդունելով հետագա շրջանների մասին ունեցած տեղեկություններով։ Իսկ այն, որ մի անձը համարվում էր եւ երկրի եւ հոգեվոր եւ աշխարհիկ տիրակալը, դա հետագա նաեւ տվյալներն են մեզ ապացուցում, ասենք օրինակ, եթե վերցնենք ուրարտական շրջանը, մեզ հայտնի է, որ թագավորները իրենց անվանում էին եւ աշխարհիկ թագավոր տիտղոսով եւ որպես ժողովրդի հովիվ։ Օրինակ մեր ուրարտական կամ Վանի թագավորության շրջանի թագավորները կրել են նաեւ այդ տիտղոսը։ Աշխարհի տիրակալ, եզերքի տիրակալ թագավոր, բայց նաեւ ժողովրդի հովիվ։ Անշուշտ դա եղել է հոգեվոր հովիվ, քուրմ։ Այդ իմաստով է գործածվել բառը եւ հետագայում եւս մենք տեսնում ենք, որ այդ ավանդույթը շարունակվում է եւ հայոց թագավորները միաժամանակ եղել են եւ թագավոր աշխարհիկ, արքա, արքայից արքայի տիտղոսներ կրողներ, բայց միաժամանակ եղել են գերագույն քուրմ։ Մի քիչ ավելի ուշ շրջանում ենք տեսնում ենք, որ գերագույն քուրմը, ասենք, անջատվում է աշխարհիկից, բայց դրա կրողը նույն թագավորական տան անդամ է։ Արտաշես երկրորդի ժամանակ ինքը թագավորն էր, բայց գերագույն քրմի ֆունկցիան հանձնել էր որդին, այսինքն կրում էր որդին։ Մենք տեսնում ենք մի ավանդական այսպիսի կառավարման մի մեխանիզմ, որը առնվազն երրորդ հազարամյակից հասնում է մինչև փաստորեն Արշակունիների ժամանակները։ Մոտավորապես այսքանը, որը կարող ենք ասել Արարատայի, ասենք, կառավարման բանից, որտեղ նույն երևույթը նկատում ենք նաև շումերում, որ այդ են տիտղոսը կրողները միաժամանակ եղել են եւ աշխարհիկ իշխանավոր, աշխարհիկ թագավոր եւ միաժամանակ գերագույն քուրմ։ Իսկ ինչ զարգացվածության աստիճանի վրա էր Արարատապետությունը հարևան շումերի հետ համեմատած, բացի այդ ժամանակաշրջանում Եգիպտոսը եւս կար, ինչպիսին էր նա զարգացած պետություն էր։ Հայկական լեռնաշխարհը եւ շումերը, հայկական լեռնաշխարհը եւ Եգիպտոսը կապված էին առևտրատնտեսական կապերով։ Ասենք նույն շումերական աղբյուրներից, օրինակ Էնմերքարը եւ Արարատայի գերագույն քուրմը, այդ գերագույն քուրմը դա այդ շումերական Են տիտրոսի թարգմանությունն է։ Այդ վիպերգում տվյալները մեզ ասում են, որ շումերը եւ Արարատան առևտրատնտեսական կապերի մեջ է։ Ինչու ներկայանում դա։ Հայաստանից շումեր էին տարվում թանկարժեք քարեր, շինանյութ, արհեստավորներ, ասենք հաստուխներ, մետաղագործներ, տարվում էր մետաղ, իսկ շումերից դրա փոխարեն, այսինքն փոխանակությամբ Արարատային տարվում հացահատիկ։ Նույն պատկերը պիտի լիներ նաև Եգիպտոսի հետ։
Ընդ որում Եգիպտոսի վերաբերյալ, ասենք, մենք տվյալները կարող ենք վերցնել նույնիսկ մեր էպոսում, այդ հիշողությունները մնացել են էպոսում, առաջին պատումներում Թեսանոսարի թե մեծ մեհերի, օրինակ մեծ մեհերի առյուծին սպանելու այդ դրվագը կապված է հացի թանկության դեպքի հետ, երբ որ մեհերը իմանում է, որ հարցնում է հորեղբորը, թե ինչու է հաց թանկացել, ասում է ճանապարհը Դամասկոս տանող ճանապարհը փակել է մի առյուծ, դրա համար հաց չենք կարողանում բերել եւ դրա համար սով է եկել մեր երկրում։ Դե պարզ է, որ դեպի Դամասկոս, դա դեպի Պաղեստին, դեպի Եգիպտոս այդ ճանապարհն է, որտեղից հացը գալիս էր, հացահատիկը գալիս էր Սասուն։ Առևտրատնտեսական կապերը մենք տեսնում ենք շատ հին ժամանակներից սկսած։ Ընդ որում, ասենք, պատմական այսպիսի դեպքեր եւս հաստատում են այդ, որ Հայաստանից մի քանի անգամ ռազմական արշավանքներ են կատարվել դեպի Շումեր եւ դեպի Եգիպտոս։ Առաջին մեզ հայտնի, ասենք, գրավոր վկայությունը, երբ որ արաբական թերակղզուց սեմական ցեղերի ալիքը իրենց ավազակային հարձակումներով հասնում են մինչև Շումեր, նրանք փակում են Հայաստանից Շումեր եւ Հայաստանից Եգիպտոս տանող ճանապարհները, առևտրական ճանապարհները։ Դրանք շատ լավ նկարագրված են նաեւ եգիպտական աղբյուրներում։ Եվ հայկական լեռնաշխարհից ռազմական արշավանք է ձեռնարկվում դեպի Եգիպտոս եւ դեպի Շումեր։ Նրա թագավոր Շամշիադատ առաջինի օրը Հայաստանից դեպի Եգիպտոս արշավանքը, ելի նույն նպատակով առևտրական ճանապարհները բացելու, դա հայտնի է որպես Հիքսոսների արշավանք։ Այդ առևտրական կապերը անընդհատ պահպանվել են, անընդհատ վերահսկվել է հայկական լեռնաշխարհի բնիկների, այսինքն հայկական այն պետականությունների կողմից, որոնք այդ ժամանակ գոյություն են ունեցել։ Որովհետև նման այսպես ասեմ գլոբալ ձեռնարկներ, ինչպիսիք են ռազմական արշավանքներ, նման խոշորածավալ կազմակերպել, այն էլ միաժամանակ երկու ուղղություններով եւ նպատակը առևտրատնտեսական կապեր վերահաստատելը, դա պետության գործառույթ է։ Դրանք եւս հաստատում են, որ այդ ժամանակ Հայաստանում պիտի լիներ բարձր մակարդակի ոչ միայն կառավարման իմաստով, այլ նաեւ տնտեսական, մշակութային առումով զարգացած պետություն, որովհետեւ այդ արշավանքների ժամանակ նաեւ Եգիպտոսում միջագետք են տարվում, ասենք, նոր քաղաքակրթական արժեքներ։ Առաջի արշավանքի ժամանակ մոտ այդ երրորդ հազարամյակի վերջերին 21-22-րդ դարում ձին մուտք է գործում Եգիպտոս, մարտակարգը մուտք է գործում Եգիպտոս, նույն ձևի մուտք է գործում դեպի Շումեր, որտեղ մինչ այդտեղ օգտագործում էին որպես փոխադրամիջոց էշը, իսկ ձին հայտնի էր որպես լեռնային էշ։ Դա այսօր այդպես են ընթերցում, բայց հնարավոր է նաև Հայաստանի հենց անունով հայկական էշ։ Արատտայից դեպի Շումերեին գնում նաև մեծ թվով, մեծ քանակով արհեստավորներ։ Խոսենք նաև շումերական քաղաքակրթության մասին, մի փոքր ներկայացնենք, որտեղից է դուրս եկել շումերական քաղաքակրթությունը, միգուցե հենց դա էր պատճառը, որ Արատ այցային այդ ամենը տեղափոխում Շումեր եւ ոչ թե հակառակը։ Ուրեմն շումերական եւ եգիպտական քաղաքակրթությունները այսօր ժամանակակից պատմագիտությունը ներկայացնում է որպես աշխարհի հնագույն քաղաքակրթական կենտրոններ։ Հնագիտական եւ գրավոր աղբյուրները ցույց են տալիս, որ այդ քաղաքակրթությունները տեղում զարգացման իրենց փուլերը, այդ անընդհատականությունը չկա զարգացման։ Այսինքն ինչ որ մի ժամանակի սկսած այդտեղ հայտնվում են մարդիկ, որոնք իրենց հետ բերում են պատրաստի երկրագործություն, պատրաստի անասնապահություն, պատրաստի արհեստներ, պատրաստի դիցարան, պատրաստի գիր, որոնց նախորդող փուլերը, շերտերը չեն երևում հնագիտական այդ պեղումների ժամանակ։ Ընդ որում հայտնվում են միաժամանակ եւ Եգիպտոսում եւ Շումերում։ Նրանք ունեն շատ ընդհանրություններ, այն նախնական վիճակը քաղաքակրթության, որ հայտնվում է Շումերում եւ Եգիպտոսում, շատ մեծ ընդհանրություններ ունեն։ Եվ այստեղից հարց է առաջանում, թե որտեղից կարող էին եկորները հայտնվել։ Դա տեղի ունենում մոտ 5-4 հազարամյակների ընթացքում բարբերաբար մինչև որ առաջանում են այսօրվա մեր իմացած շումերական եւ եգիպտական քաղաքակրթությունները։ Միակ վայրը, որտեղից կարող էին նրանք գալ եւ իրենց հետ բերել այդ բոլոր քաղաքակրթական արժեքները, դա պատմական Հայաստանի տարածքն է։ Որովհետեւ այդ ժամանակ Հայաստանում կար
մի զարգացած քաղաքակրթություն, այդ քաղաքակրթության սկզբնավորումը դնում են 4-րդ, 5-րդ հազարամյակի երկրորդ կեսից կարելի է ասել։ 4-րդ հազարամյակի վերջերում, 3-րդ հազարամյակի սկզբներին այդ քաղաքակրթությունը արդեն հասել էր մինչև Հյուսիսային Կովկաս, հասել էր մինչև Բալկաններ, հասել էր Պաղեստին, Իրանական Սարահարթ, Միջին Ասիա, այսինքն դա մի հզոր քաղաքական էքսպանսիա էր, ընդ որում դրան նախորդել է, ասենք, քաղաքակրթական մյուս փուլերը զարգացման, որը մենք նկատում ենք հայկական լեռնաշխարհում։ Այսինքն այդ քուրարաքսյան մշակույթը ինքը ունի ի տարբերություն շումերականի եւ եգիպտականի, ունի իր տեղական նախնական զարգացման փուլը։ Այդ քաղաքակրթական արժեքները, որոնք կարող էին տարվել Շումեր, առաջերտին գիրը, դիցարանը, երկրագործությունը եւ անասնապահությունը, դրանք պիտի տարվեին Հայաստանից։ Հնագիտությունը ուրիշ այլտրանք մեզ չի տրամադրում։ Նույն հնագիտական տվյալները մեզ ասում են, որ այց ընտելացվել է Հայաստանում, խոշոր եղջերավոր անասունները ընտելացվել են Հայաստանում, ցորենի հացահատիկների մշակույթը, այսինքն երկրագործությունը սկիզբ է արել Հայաստանում։ Այդ բոլոր տվյալները մեզ ասում են, որ շումերական եւ եգիպտական քաղաքակրթությունը ստեղծողները պիտի հայտնվեին Հայաստանից։ Ուրիշ տեղ չկա։ Վերադառնանք Արատապետությանը եւ կապենք Շումերի հետ, այսինքն նույն շումերական բազմաթիվ արձանագրություններում, թեկուզ իրենց ստեղծագործություններում, Գիլգամեշում եւ այլ վիպասանքներում խոսվում է Արատապետության մասին եւ այն ներկայացնում է որպես սրբազան երկիր։ Խոսենք նաեւ այդ մասին։ Այն երկիրը, որը գնում է Գիլգամեշը, որը ներկայացում է որպես 2/3 որպես մարդ եւ 1/3 որպես աստված, այսինքն նա մի կիս աստված էր, գնում է անմահության հետևից եւ գնում է այն երկիրը, որտեղ աստվածները բնակեցրել էին ջրհեղեղից փրկված մարդուն։ Ինկտակարանյան Նոյի զուգահեռը, որը շումերական աղբյուրներում անվանում է Զիուսուդը։ Այն ճանապարհը, որը անցնում է Գիլգամեշը դեպի այդ երկիրը, դրա նկարագրությունը համարյա նույնական է, ինչ որ Էնմերկարը եւ Արատտայի գերագույն քուրմը վիպերգում անցնում է Էնմերկարի դեսպանը Արատտա գնալու համար։ Դրանով կարող ենք ասել նույնացնել, որ Արատտան եւ այն երկիրը անմահության հետևից որ գնացել է Գիլգամեշը, դրանք նույն երկրներ են։ Բայց մենք ուրիշ այլ տվյալներ չունենք նույնացնելու համար այդ երկու երկրները։ Դրանց նույնացումը հնարավոր է կատարել, ասենք, միայն այն տեսանկյունից, որ երկուսն էլ գտնվել են հայկական լեռնաշխարհում, պատմական Հայաստանի տարածքում, կապ ունեն Մասիս լեռան հետ, որտեղ այն լեռը, որը նկարագրում է շումերական աղբյուրներում, կոչվում է Մաշու։ Մաշու դա ակադական ձևն է եւ շումերական ձևն է Մաշ, որը նշանակում է զույգ։ Այսինքն, եթե դա վերաբերում է լեռանը, պիտի լինի երկգագաթ լեռ։ Գիլգամեշը իր ճանապարհին անցնում է նաև մի ծով, եւ այդ ծովը նրան անցկացնում է Շանաբին, Զիուսուդրայի նավավարը, եւ եթե մենք զուգահեռ անցկացնենք Մասիսի շրջակայքում, երբ կարող է դա լինել, ծով լինել, որը պիտի անցնի իր նավով, ապա դա մեզ տանում է մինչեւ, ասենք, 8, 7, 9-րդ հազարամյակներ, որովհետեւ ըստ երկրաբանների պնդման Արարատյան դաշտի տարածքը, Նախիջևան, Արարատյան դաշտ, Շիրակի բարձրավանդակ, դրանք ինչ որ մի ժամանակ եղել են ծովի տակ։ Երկրաբանները դա կոչում են Արարատյան ծով, որը սկիզբ է առել շատ շուտ, մոտ մի 70-100 հազար տարի առաջ, դա դժվար է ճշգրիտ որոշել, բայց վերացումը պիտի տեղի ունենար մոտավորապես 10-12 հազար տարի առաջ սկսեր ցամաքել այդ ծովը։ Ինչու, որովհետև, ասենք, Արարատյան դաշտի հնավայրերը, որը պեղում են, հասնում են մինչև 7-րդ, 8-րդ հազարամյակ։ Դրան նախորդող շրջանում այդտեղ բնակավայրերի հետքեր չկան։ Եվ այդտեղից կարող ենք ենթադրել, որ դա դեռևս եղել է ջրածածկ կամ խիստ ճահճային դեռևս վիճակում, որ հնարավոր չէ բնակվել։ Կարելի ենթադրել, որ Դումուզին անցել է այդ Արարատյան ծովում, Զիուսուդրային մոտ գնալու համար։ Անցնում է Մաշու լեռը, այսինքն Մասիսը, անցնում է Արարատյան ծովը եւ փաստորեն մուտք է գործում այն տարածքը, որը այսօր Հայաստանի Հանրապետությունն է։ Շումերական աղբյուրները մեզ դեռևս հիմք չեն տալիս, որպեսզի այդ տարածքը մենք կապենք Արատտայի հետ։ Գիտական աշխարհը փորձեր արել է տեղայնացնելու Արատտան։ Գրեթե բոլոր հեղինակները տեղադրել են Արատտան հայկական լեռնաշխարհի
ինչ որ մի հատվածում։ Ծագումով հրեա կրամերը շումերագետ նա տեղադրում էր Ուրմիա Վանալիչ տարածաշրջանում Արարատ տանը։ Լուսահոգի Մարտիրոս Գավուկչյանը տեղադրում էր Մեծամորի տարածքում, նույնացնում էր Մեծամորի հետ։ Հետագա հետազոտողներից Արտակ Մովսեսյանը էլի տեղադրում է հայկական լեռնաշխարհի տարածքում, բայց այսպես կոնկրետ, ասենք, տեղորոշում չի նշում, դա հիմնականում պայմանավորված է, ասենք, դրանից շատ ավելի ուշ Ասորեստանի թագավոր Սարգոն II-ի արշավանքի հետ, որտեղ նա ճանապարհին ինչ որ միտեղ այդ տարածաշրջանում հիշատակում է Արարատ անունով մի գետ, բայց դա դեռ որևէ բան չի նշանակում, ասենք, տեղայնացման առումով, առավել ևս, եթե հիմք ընդունենք, որ սեփագրական այդ ընթերցումների մեջ ահագին անճշտություններ կան։ Մի հարց ևս, մենք նշեցինք, որ Արարատան թեոկրատական պետականություններ եւ ղեկավարվում էր քրմապետ արքայի կողմից, այսինքն հնարավոր չէ, որ Արարատան հոգեվոր դաշտ չունենար, ով էր Արարատայի աստված, ով էին պաշտում նրանք։ Հին աշխարհի աշխարհիկալումային պատկերացումների մեջ Հայաստանը ներկայացվում է որպես մի լեռ, մի ամբողջական լեռ, որը ծածկում է, մի ձևի, այսպես եթե համեմատական ձևով ներկայացնենք, կափարիչն է ընդերքի, որտեղ գտնվում են քաղցրահամ ջրերի ծովը։ Եվ այդ լեռից են բխում բոլոր քաղցրահամ ջրերը եւ տարածվում աշխարհում մեկ։ Դա հասել է նաեւ մեզ շատ քաջածանոթ հին կտակարան, որտեղ Եդեմը արարչության վայրը եւ Աստված այնտեղից բխեցնում է մի գետ Եդեմի այգին ռոքելու համար, որը հետո բաժանվում է 4 գլխի եւ տարածվում ամբողջ աշխարհում։ Ջուրը կյանքի աղբյուրն է։ Առանց ջրի մարդը եւ ոչ մի կենդանայի օրգանիզմ չի կարող գոյատևել։ Եվ հին իմաստուններն ասում են, եթե կյանք ես փնտրում, փնտրի ջուր։ Եվ համարտիկ հնուց ի վեր այն ժամանակներից, երբ որ հայտնվել է բանական մարդը Հայաստանում առաջացել է կամ արարվել է, նա պաշտել է այդ ջրերը, քաղցրահամ ստորերկրյա քաղցրահամ ջրերը մարմնավորող Աստծուն։ Իսկ այդ Աստծո անունը մեզ հայտնի է շումերական աղբյուրներից նաև, որտեղ այդ Աստվածը կոչվում է հայ։ Ինքը ունի տասնյակ անուններ, որոնցից մեկը հենց հայ անվանումն է, որը հայերենում նշանակում է պարզապես ջուր։ Երբ որ մենք ասում ենք Հայաստան, հայք, դա նշանակում է ջրերի երկիր։ Հայ Աստվածը այն Աստվածն է, որը արարել է մարդկանց։ Դա ևս հայտնի է շումերական աղբյուրներից եւ առավել ևս պիտի հայտնի լիներ նաեւ մեզ, որ իհարկե մեր մոտ դա կորսվել է ուղակի ձևով գրավոր աղբյուրներից, բայց քանի որ մենք կրում ենք հայ անվանումը, դա նշանակում է, որ մեր նախնին պիտի լիներ կամ առաջին մահկանացու հայրը պիտի արարվեր հենց այդ նույն հայ Աստծո կողմից։ Գրավոր աղբյուրներում չկան, բայց այդ փաստը մենք տեսնում ենք մեր էպոսում։ Սասունի, Սասնատան հիմնադիրները, առաջի սերնդի հերոսները Սանասարը եւ Բաղդասարը ծնվում են աղբյուրի ջրից։ Ծովինարը հղիանում է աղբյուրի ջրից։ Շումերական աղբյուրներից նաև գիտենք, որ Հայաստո բնակարանը, նրա սրբազան կացարանը, որտեղ ոչ մի ուրիշ Աստված մոտ գործելու իրավունք չուներ, գտնվում էր այդ ստորերկրյա ջրերի մեջ։ Եվ ինչ ենք տեսնում էպոսում։ Սանասարը մտնում է ծովի հատակը, իջնում է ծովի հատակը, եւ այնտեղից ստանում է այն բոլոր աստվածային զենք ու զրահը, խաչպատարակին, սրբատեղից, որը գտնվում էր ծովի հատակում։ Եվ իր զորությունը նա ստանում է այդտեղից բխող աղբյուրից, որի մեջ լողանում է, խմում է ջուրը եւ աղոթք է անում այդ Աստծուն։ Այսինքն մեր էպոսը պահպանել, բայց գրավոր մատենագիտական տվյալները դրա մասին դա մոռացության են տվել, որը կարծում եմ հավանաբար կապված է անշուշտ քրիստոնեության տարածման հետ։ Դեռ հնագույն ժամանակներից կենտրոնական հիմնական գերագույն Աստվածը, որը կազմում էր աստվածների եռյակի մեջ էր ինքը, դա հայ Աստվածն է, որի պաշտամունքի հետքերը, վկայությունները տեսնում ենք նաև ժայռապատկերներում։ Շատ լավ, պարոն Մարտիրոսյան, եւ անցնենք տեղանուններին, թերևս Արարատան տարբեր ժամանակաշրջաններում կամ տարբեր տվյալ ժամանակվա պետությունների կողմից տարբեր անվանումներ է ստացել։ Մի փոքր դրա մասին խոսենք եւ ինչու է այդ անվանումները տարբեր, մանրամասնեք մի փոքր։ Կան այլ
պետական միավորների անվանումներ, որոնք նույնպես կապվում են հայկական լեռնաշխարհի պատմական Հայաստանի տարածքի հետ, եւ այդ աղբյուրները նորից մեզ հայտնի են շումերական աղբյուրներից։ Սուբիր կամ Շուբրիա, Սուբարտու երկիրն է, դա Դիլմուն երկիրն է, որը շումերական աղբյուրներում ներկայացնում են նույն Էդեմը, ինչ-որ 5 տակարանը, դա Արատտան է, Հայա եւ ելի մի քանի երկրներ։ Այս երկրանունները գրավոր աղբյուրներում իրար հետ չեն նույնանում։ Նույնանում է միայն Հայա գրությունը Սուբիր գրության հետ։ Եթե մենք ընդունենք, որ այս անվանումները եղել են տարբեր պետական կազմավորումներ նույն Հայաստանի տարածքում, ապա մենք պիտի աչքի առաջ ունենանք այն պատկերը, որը մատենագրությունից մեզ հայտնի է Արշակունիների թագավորության շրջանում։ Այսինքն Հայաստանում կային նախարարական տներ, որոնք ինքնիշխան էին իրենց տարածքների սահմաններում եւ միայն կենտրոնական իշխանությանը թագավորին հարկ էին վճարում եւ զորք էին տրամադրում պատերազմի ժամանակ։ Իսկ դա թագավորը օգտագործում էր նույն նախարարությունների, բոլոր նախարարների անվտանգությունը ապահովելու համար։ Մնացած հարցերում այդ նախարարները ինքնիշխան էին եւ այդ պատկերը պիտի լիներ նաեւ այն ժամանակ։ Կան էլի բազմաթիվ սեփագրական ուրեմն տվյալներ արձանագրություններից, որ ասենք օրինակ Նարամսոյի արշավանքը կամ Զարգոնի արշավանքը դեպի հայկական լեռնաշխարհ եւ նա արձանագրում է թե իր դեմ դուրս եկան ասենք 27 թագավորներ Նաիրի երկրի կամ ինչ-որ այլ անվանտակ, այսինքն տասնյակ թագավորներ իրենց զորքերով դուրս են եկել նրանց դեմ։ Դա պիտի լիներ այն նույն նախարարական տները, որ ասեցի որ տեսնում ենք Արշակունիների ժամանակ։ Եվ դրանցից մեկը պիտի լիներ Արատտա։ Ընդ որում Արատտայի տեղադրության հարցում մեզ պիտի օգնի նաև այն փաստը, որ Արատտայից դեպի Շումեր, դեպի Ուրուկ կառնավագնացություն Եփրատ գետով։ Արատտան պիտի գտնվեր Եփրատի վերին հոսանքների շրջանում, միգուցե Արածանի այդ միջին հոսանքում։ Ինչ վերաբերում է անուններին, բուն Արատտայի անուններին, ապա շումերերենում ամենատարածված ձևը այդ Արատտան է, որը մենք առանց կրկնում ենք, բայց հիմնական անունը Արատտայի գրվում է երկու սեպանշանների միջոցով՝ Լամ Կուր Ռու։ Ռուն այդ կուրի կարող ենք հնչյունական լրացում անվանել եւ Լամ Կուր։ Լամ սեպանշանը ունի ընդերքի իմաստ։ Նաեւ ունի ինչ-որ մի ծառի անուն է, որը պիտի նույնացվի կամ ընկուզենու հետ կամ նշենու հետ։ Եվ Լամ Կուր տարածի պիտի նշանակի կամ ընդերքի լեռ, դա այն լեռն է, որի մասին մի քիչ առաջ խոսեցինք, այսինքն այն լեռն է, որը նստած է ընդերքի վրա որպես կափարիչ, որի միջից դուրս են հոսում ջրերը։ Եվ Լամ բառը ունի նաև բարգավաճ, ծաղկում, փթթում, բարգավաճ այդ իմաստում։ Եվ որ հաշվի ենք առնում Լամ բառի այդ իմաստը, ապա Արատտա բառը անվանումը մենք կարող ենք նույնացնել հայերեն առատ բառի հետ, այսինքն որպես առատության երկիր։ Եվ կա երրորդ տարբերակը, որ այդ Արատտան մենք կարող ենք նույնացնել արատ, սպասավոր, քուրմ իմաստով, այսինքն դրանք եղել են քրմեր, ռազմիկ քրմեր, թագավոր քրմեր։ Այդ արատ բառը կա շումերերենում, հենց նույն իմաստով, սպասավոր, ստրուկ, քուրմ, ու այդ բոլորը հենց հոգևոր իմաստով են գործածվել հիմնականում նախնական շրջանում։ Եվ այդ բառը մենք հայերենում պահպանվել է անձնանունների մեջ, ասենք Բագարատ, Բագրատուլիների նախահայրը, Արատը, եթե վերցնում ենք մենք քուրմ իմաստով, ապա դա նշանակում է Աստծո սպասավոր, կամ Սպանդարատ։ Սպանդ հայերենում ունի զոհաբերություն իմաստ, զոհ իմաստ, եւ Սպանդարատ պիտի նշանակի զոհաբերության քուրմ։ Արատտայի այս մեկնաբանությունները եւս, որ հիմնականում մեկնաբանվում են հայերենի դաշտում, մի հավելյալապացույց է, որ Արատտան դա իսկապես եղել է հայկական պետություն եւ գտնվել է Հայաստանի պատմական Հայաստանի տարածքում։ Պարոն Մարտիրոսյան, եւ թերևս վերջին հարցը ուղղեմ, իսկ կան այդ արձանագրությունները որևէ տվյալ, թե ինչու կործանվեց Արատապետությունը կամ միգուցե նա ժառանգորդ դարձավ ինչ-որ մեկին։ Նման պնդում մենք չենք կարող անել, որտեղ նման փաստ չունենք, որ Արատապետությունը կործանվել է։ Պարզապես նա հետագայում մեզ հայտնի պիտի լինի մի այլ անվան տակ, որը մենք պիտի հետազոտենք, գտնենք եւ նույնացնենք շումերական աղբյուրների անվան հետ։ Եվ հենց այդ ճանապարհով պիտի բացվի, բացահայտվի Արատտայի հիմնական եւ տեղադրությունը
եւ հայկական լինելու փաստ։ Սիրելիներս, այսօր այսքանը, հիշեցնեմ, որ մենք խոսում ենք Արատա հնագույն պետականության մասին եւ մեր հյուրն էր հայագետ Համլետ Մարտիրոսյանը։ Շնորհակալություն, հաջողություն, կհանդիպենք հաջորդ